Հայաստանի իշխանության պահվածքը կամ որդեգրած քաղաքականությունը ոչ թե սխալ է, այլ որոշում։ Սա շատ կարևոր է ընդգծել, որովհետև պետության տարածքային ամբողջությունը կամ ինքնիշխանության հասցված վնասը դրանով ոչ թե հատուցվում է կամ ասում են դե սխալ քաղաքականության հետևանքեր, ոչ սա կոնկրետ ընտրություն է, որը նախատեսում է եւ սահմանադրությամբ եւ օրենքներով համապատասխան պատիժ։ Այնինչ տեղի է ունենում մեր տարածաշրջանում եւ Հայաստանի իշխանության որդեգրած քնեցնելու քաղաքականությունը, հարցերը քնեցնելու, անտեսելու քաղաքականությունը ամբողջությամբ տեղավորվում է թուրք-ադրբեջանական առաջնահերթությունների ծիրում տարածաշրջանում։ Ինչու, որովհետև Իրան-Իսրայել հակամարտության ռազմական էսկալացիայի պատճառով Իրանը բնականաբար փակել է իր սահմանը նաև Ադրբեջանի հետ եւ այն ճանապարհը, որով Ադրբեջանը հնարավորություն ուներ հասնելու Նախիջևան, հիմա փակ է, ոստիև Ադրբեջանում ոչ թե հրատապ են համարում այս միջանցքի բացումը, այլ օգտվում են հնարավորությունից եւ ընձեռված առիթից, որ սահմանները փակ են, այդ իսկ պատճառով լրացուցիչ ճնշում է բանեցնել Հայաստանի վրա, որպեսզի այսպես կոչված այդ միջանցքի խնդիրը կարողանա լուծել։ Հիմա ես 3 տարի առաջ եմ ասել, անունը կդնեն միջանցք թե ճանապարհ, էական չէ, փաթեթավորումը այստեղ ոչ մի նշանակություն չունի, խնդիրն այն է, որ արդյոք ադրբեջանական բեռները կամ մեքենաները կամ անձինք պիտի տեղափոխվեն դեպի Նախիջևան եւ վերադառնան առանց Հայաստանի սահմանապահների հսկողության, թե ոչ, սա է ամբողջ խնդիրը։ Բնական է, որ Ադրբեջանը շատ իր տեսանկյունից շատ պրակտիկ եւ պրագմատիկ է մոտենում այս հարցին, կա Իրան, որը խոսում էր անընդհատ իր հյուսիսային սահմանների անձեռնմխելիության եւ հարավային Կովկասում սահմանների փոփոխության անթույլատրելիության մասին, հիմա Իրանը գտնվում է ռազմական հակամարտության մեջ, ուստի եւ ամենաթույլ օղակը տվյալ դեպքում Հայաստանը, որը պարտություն է կրել պատերազմում եւ Հայաստանի իշխանություն բազմաթիվ խոստումներ է տվել ռեէսկալացիան կանգնեցնելու առնչությամբ, դա է պատճառը, որ հիմա Ադրբեջանը պարզապես օգտվում է այդ հնարավորությամբ։ Ամբողջ խնդիրն այն է, որ Ադրբեջանը միայնակ բնականաբար չի կարող անել այս ամբողջը, խաղադաշտը մտցրել Թուրքիային վաղուց եւ Թուրքիան ինքն է կնքահոր կարգավիճակը վերցնում իր վրա, այսինքն Թուրքիան ինքն է երաշխավոր հանդես գալիս։ Միաժամանակ մենք խոսում ենք Հայաստանի տարածքային ամբողջությունը հավաքական անվտանգության պայմանագրի շրջանակում նաև որպես Հայաստանի անվտանգության բաղադրիչ պահպանելու մասին, հիմա մենք արդեն հստակ խոսում ենք ռուսական գործողի բացառման, Իրանի զբաղվածության, Իրանը պաշտոնապես ոչ էլ ներգրավված է եղել այդ իմաստով, եւ մենք փաստորեն հայտնել ենք Թուրքիայի եւ Ադրբեջանի ռազմավարական խորհրդության այդ ակցիայի միջև եւ հիմա բնական է, որ Անկարա հունիսի 20-ին ըստ հայտարարության այցը ունենալու է հենց այդ նպատակը ստորագրել մի փաստաթուղթ կամ ձեռք բերել պայմանավորվածություն, որի հիմքով էլ այս տարվա ընթացիկ տարվա ընթացքում կստորագրվի մի փաստաթուղթ, վերնագիրը էական չէ։ Հայաստանի իշխանության համար շատ կարևոր է, որ վերնագրում արտացոլված լինի խաղաղություն բառը կամ հարաբերությունների հաստատում բառը, որպեսզի կարողանա դա կապիտալիզացնել Հայաստանի ներսում, խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, ընդ որում շատ հնարավոր է, որ ինքը նախաձեռնի արտահերթ խորհրդարանական ընտրություն, եթե կարողանա այդ փաստաթուղթը ձեռք բերել, բայց այդ փաստաթուղթի մշակման ներպետական ընթացակարգերը հաշվի առնելով, թե Թուրքիայում, թե Ադրբեջանում հնարավոր է, որ դա մի փոքր ձգվի, այսինքն ժամանակը մինչև տարեվերջ ամենայն հավանականությամբ հնարավոր լինի։ Հայաստանում մենք սովոր ենք, որ ներպետական ընթացակարգերը չեն պահպանվում, ոստիև Նիկոլ Փաշինյանը այդ թուղթը եթե կարողացավ ձեռք բերել, ապավինելով նաև Հաջիևի հորդորին, որ անունը մի դրեք միջանցք, մեկ է ինքը իրագիտ պրոպով այստեղ Հայաստանի ներսում կկարողանա հրամցնել ժողովրդին կամ ընտրազանգվածին, որ տեսեք դուք խոսում եք միջանցքի մասին, բայց միջանցք չկա, ընդամենը ճանապարհ է։
Եվ ամբողջ խնդիրը տեղափոխվել է բնականաբար այդ ռետորաբանությունը ներս, Հայաստանի ներս։ Արդեն պարզ է, որ այսօրվա իր հերթական թշվառ գրառումը, Facebook-յան գրառումը, որով դիմում էր ամենայն հայոց կաթողիկոսին, վերջին անառակաբարո բառամթերքով եւ վերջին անսանձ մղումներով, ես նույնիսկ ասեի կենթանական մղումներով, որովհետեւ հայության շրջանում անկախ մենայն հայոց հայրապետի նկատմամբ մարդկանց ունեցած վերաբերմունքից մարդիկ հարգում են այդ վեղարը, ընդունում են Սուրբ Էջմիածնի գերակայությունը հոգևոր դաշտում եւ իրենց լեզվամտածողությունը փորձում են հնարավորինս մեղմ պահել, հա, եւ շատ այսպես լեզվին չտալ, իսկ ինչի ականատեսում ենք լինում ենք, հենց պետք է դիտարկել Սյունիքի վրա հնարավոր հարձակման Թուրքիա սրա այցի, այս վարչապետի աթոռը զբաղեցնողի համատեքստում, այսինքն հայ եկեղեցու դեմ հռետորաբանության խստացումը եւ բացահայտ արշավանքի ամբողջ նպատակը շեղելն է ուշադրությունը դրսում սպասվող այն իրադարձությունից, որը համենայն դեպս չի բխում Հայաստանի եւ հայության ազգային պետական շահերից։ Խոսքը Սյունիքով ճանապարհ թեկուզ տրամադրելու, որը ըստ էության լինելու է միջանցքային տրամաբանության, բայց ֆորմալ առումով ամենայն հավանականությամբ կձևակերպվի այնպես, որ չգրգռի ներհայկական եւ ներհայաստանյան լսարանի, այսպես ասած, տրամադրվածությունը, եւ ինքը կարողանա այդ փաստաթղթով շատ հապճեպ քայլեր ձեռնարկել, որովհետեւ ամենայն հավանականությամբ նա Թուրքիայի եւ Ադրբեջանին խոստացել է ոչ թե սահմանադրության փոփոխությունը անել հիմա, երբ իր լեգիտիմությունը շրշակից էլ ցածր է, այլ այդ թուղթը ստանալ, այդ թղթի միջոցով Հայաստանում կարողանալ մի փոքր հեղինակություն բարձրացնել կամ ռեյտինգ բարձրացնել, որից հետո գնալ խորհրդարանի ընտրության, ապահովել մեծամասնություն եւ իրականացնել սահմանադրության այն փոփոխությունը, բաղձալի փոփոխությունը, ինչի մասին ինքը խոսել է ամենայն հավանականությամբ Թուրքիայի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ։ Խնդիրը այն չէ, որ պետք է տարանջատել, խնդիրը այն չէ, որ Հայաստանը չպետք է ունենա հարաբերություններ Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ։ Ամենևին չի կարելի նման ապոլիտիկ դատողություններ անել։ Հայաստանը որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, եթե իհարկե սուբյեկտայնություն մնա, պիտի ունենա բարիդրացիական հարաբերություններ բոլոր իր արևան պետությունների հետ։ Եվ ընդհանրապես միջազգային հարաբերություններում ընդունված է բոլորի հետ ունենալ բարիդրացիական հարաբերություններ։ Խնդիրն այն է, թե այդ բանակցություններում ինչ է քննարկվել, ինչ են պայմանավորվել եւ ինչն է ի կատարածվելու, ինչ ժամանակացույցով, ինչ պարբերականությամբ եւ ինչ հերթականությամբ։ Մենք ինֆորմացիա չունենք այդ ամենի մասին, մենք գիտենք ընդամենը այց պիտի կատարվի Թուրքիա, բայց Թուրքիայում ինչ են քննարկել կուլիսների հետևում, այդ քննարկումների քանի տոկոսն է արտացոլվում պաշտոնական փաստաթղթերում, այդ փաստաթղթերից քանի տոկոսն է հայտնի դառնում հանրությանը, այս բոլորը մի ամբողջ process-ի օղակներ են, որը կարող է առաջացնել դժգոհություն, կարող է հանգեցնել ապստամբության ներսում, ընդհանուր իշխանափոխության եւ կարող է պարզապես մարդիկ ասեն, սա այն բաղձալի փաստաթղթեր, որի մասին մենք երազում էինք եւ մեզ սա է պետք, այսինքն պատերազմ չի լինում, մենք այդ ճանապարհ կոչեցյալը տալիս ենք, որ ըստեյության լինելու է միջանցք, Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ տարածական հարաբերություններ են հաստատում, մենք լավ ապրում ենք, եթե մեր ուզածը սա է, այս տարբերակով ինչ որ այս իշխանությունը մատուցում է, ուրեմն մեր ժողովուրդը ինքը պիտի արտահայտի իր մոտեցումը լռությամբ տվյալ դեպքում կամ լոյալությամբ, եթե ոչ, եւ եթե մեր ժողովուրդը շատ լավ գիտի եւ զգում է, որ այդ բացահայտված պայմանավորվածությունների թիկունքին կան շատ ավելի մութ պայմանավորվածություններ, որոնց մասին մենք չգիտենք, կամ գաղտնի պայմանավորվածություններ, որոնք առաջիկա դիցուկ 6 ամսվա ընթացքում փուլային առումով պետք է իրականացվեն, ապա ժողովուրդը իր խոսքը պիտի ասի։ Մենք չմոռանանք նախադեպի մասին։ Խոսքը 100-200 տարի կամ 1000 տարի առաջվա իրադարձության մասին չէ։ Նախադեպը Արցախն էր։
Սկզբնական շրջանում նշեցին, որ պետք է լինի սա, ճանապարհը կտրվի, հետո տեսանք մենք Արցախի հայաթափումը ինչպես տեղի ունեցավ փուլային առումով։ Հիմա հաջորդը Սյունիքն է բնականաբար եւ Ադրբեջանը օգտվելու է այն հնարավորությունից, որ Իրանի ճանապարհը փակ է, ուստի ինչպես պիտի կարողանանք Նախիջևան հասնել, կա լեգիտիմ հիմնավորվածություն, պատճառ, որ ճանապարհը փակ է, ես պիտի հասնեմ, այդ իսկ պատճառով հնարավոր ագրեսիան Հայաստանի նկատմամբ ես համարում եմ հնարավոր։ Այս թեմային ես անդրադարձել եմ դեռ 6 ամիս առաջ բացառել եմ, որ ձմռան կամ գարնան ամիսներին կլինի այդ ամբողջը, հիմա ամենապատեհ առիթն է Ադրբեջանին օգտվելու այդ անվտանգային վակուումից, որը տարածաշրջանում առաջացել է։ Իրանը իր ներքին խնդիրները ունի, զսպելու այսպես կոչված պրոամերիկյան դիրքորոշում ունեցող կամ հակաիշխանական տրամադրություններ ունեցողներին պատերազմի մեջ է, դե ֆակտո պատերազմի մեջ է, գումարած այդ ամբողջին, որ բացահայտ դիվանագիտական աջակցություն այս պահի դրությամբ չկա, իհարկե կան բոլոր պետություններն լավ էլ աջակցում են, եթե կարելի է ասել Իրանին նվազագույնը Իսրայելի հետ առճակատումը դադարեցնելուն ուղղված ջանքերով, հա, կամ հակաամերիկյան ֆրոնտ ավելի չմեծացնելու առումով։ Այդ մասին իհարկե շատ չի խոսվում, բայց ակնհայտ է, որ պետությունները իրենց քաղաքականությունը ուղղորդել են դեպի բանակցային ճանապարհով խնդրի կամ հակամարտության կարգավորմանը։ Որքան կերկարի այս ամբողջը, ես կարծում եմ արդեն այս հակամարտության ռազմական փուլը պիտի մարի, որովհետև տեսեք, Իրանը իր ամբողջ հրթիռային համալիրի հին սերունդը սպառած։ Իրանը պատերազմ է մտել ի հեճուկը շատերի կամ շատերը, որ փորձագիտական տարբեր շրջանակներ խոսում են, որ Իրանը պարտվեց եւ այլն, ոչ, սա ի վերջո հետախուզական պատերազմ էր եւ երկու կողմերը միմյանց կարողականությունն էին ստուգում առհասարակ արսենալի եւ տեխնոլոգիական, հա։ Այնպես չէ, որ Իրանը իր ամբողջ զինանոցը արձակել է, Իրանը կարողացավ որդեգրել հենց այդ նույն քաղաքականությունը, ինչ Ադրբեջանը 44 օրյա պատերազմի ընթացքում։ Ինքը իր հին հրթիռային համակարգը ամբողջությամբ ոչնչացնում է, բացահայտելու նաև իսրայելական տեխնոլոգիաների ուժգնությունն ու հնարավորությունները, հա։ Չեմ կարծում, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նվազագույն 2-3 պետություն կխրախուսեն նման հակամարտության ռազմական, հա, փուլի շարունակությունը, որովհետև դա բնականաբար բերելու է շատ ավելի մեծ աղետի եւ խառնել է բոլորի խաղաքարտերը։ Ես հավանական չեմ համարում այս հակամարտության ռազմական էսկալացիայի ընդարձակումը եւ ամբողջ տարածաշրջանի ներգրավումը այս գործում, որովհետեւ կան տարբեր տարածաշրջանում մերձավոր արևելքում կան պիվոտներ անվտանգային, որոնք փորձում են հսկել եւ փորձում են կոնտրոլը պահել իրենց ձեռքում, որպեսզի խցանը դուրս չգա ի վերջո, եթե խցանը դուրս եկա, բոլորին է այրելու, բոլորին է տանելու անխտիր։ Եվ դա իրոք երրորդ համաշխարհայինն է արդեն փաստացի։ Կօգտվի Ադրբեջանը այս հնարավորությունից, միշտ Ադրբեջանը փորձել է տարածաշրջանում նվազագույնը երկու, մեկը գլոբալ, մեկը թե գլոբալ, թե ռեգիոնալ դերակատարի, ոնց որ Ռուսաստանն է վերաբերում, մյուսը Իրանի դիրքերի թուլացմանը, անվտանգային դիրքերի թուլացմանը, որպեսզի կարողանա կյանքի կոչել վաղեմի երազանքը, անխոչնդոտ անարգել ճանապարհը Նախիջևանի եւ Թուրքիայի հետ։ Սա ապրիորի փաստ է, որը չպետք է ժխտել, որի մասին միշտ պետք է խոսել, հիշատակել։ Խնդիրն այստեղ Հայաստանի ռազմական եւ ռազմաստրատեգիական որոշումն է լինելու գնալ այն ճանապարհով, ինչ թուրք-ադրբեջանական տանդեմի համար տարածաշրջանում իբր կայունության եւ խաղաղության հաստատման համար նորմալ տարբերակ է, այն է միջազգային տրամաբանությամբ խաղաղության հաստատումը, թե փնտրել այլ տարբերակ, թե դիմել ռազմաքաղաքական այն դաշինքին, որի հիմնադիրներից մեկը ինքն է, օրինակ ՀԱՊԿ-ին, որպեսզի Հայաստանի սահմանների անվտանգությունը լրացուցիչ
բաղադրիչով համալրվի եւ Հայաստանը որտեղի իր չեզոք կամ նեյտրալ դիրքորոշումը այս պատերազմում չներգրավելով որևէ կողմի հետ եւ չդառնալով որևէ կողմ այս ռազմական հակամարտությանը։ Ադրբեջանի տարբերությունը Հայաստանի օրինակ երկու թելի վրա է խաղում, ինչպես միշտ։ Մի կողմից իբր հետախուզական ինֆորմացիա է տրամադրում Իրանին, որ իսրայելական գործողությունները հետախուզական գործողությունները նպատակ ունեն ոչնչացնել այս կետերը, իբր լավություն է անում։ Մյուս կողմից բնականաբար ինֆորմացիան հասանելի է մեզ, որ նույն Արցախի օկուպացված տարածքներից իսրայելական հետախուզական ինքնաթիռները եւ վարժանքների մեջ են եւ իրենց տրամաբանական առաքելությունը կամ առաջադրանքն են կատարում։ Դա է պատճառներից մեկը, որ Ադրբեջանը շատ լավ հասկանում է, որ Իրանի հետ խնդիրները շատ ավելի են խորանալու, շատ ավելի։ Եվ եթե վերջին 3-4 ամսվա ընթացքում հետևենք Թուրքիայի եւ Ադրբեջանի պաշտոնյաների հայտարարություններին, որ լավ, եթե Հայաստանը չի ուզում միջանցք տրամադրել մեզ, ապա մենք Իրանի ճանապարհով կգնանք, կարծես չկար այդ ճանապարհը 35 տարի գործում է այդ ճանապարհը, ապա կհասկանանք, որ այո, վիճակը Անկարա, Բաքու, Թեհրանի հետ հակառակ փաստի որ հերախոսազրույց են ունենում, արտգործնախարարն է այցելում Թուրքիա կամ միջնորդական առաքելություն են փորձում իրականացնել մեսիջներ փոխանցելով Արևմուտքին, Միացյալ Նահանգներին, այդքանով հանդերձ մենք շատ լավ գիտենք, որ Թուրքիան եւ Իրանը տարածաշրջանում մրցակիցներ են եւ փաստերը խոսում են այն մասին, որ Թուրքիան Իսրայելի ամենահավատարիմ դաշնակիցն է այս տարածաշրջանում, անկախ երկու պետությունների ղեկավարների լեզվակռիվներից կամ հրապարակային հայհոյախառը խոսակցությանը եւ պարզել որպես ՆԱՏՕ-ի երկրորդ բանակ, որպես ՆԱՏՕ-ական պետություն Թուրքիան չի կարող շեղվել ամերիկյան քաղաքականության ուղուց։ Դա է պատճառը նաեւ, որ այս պայմանությամբ մենք թուրքական ակտիվ ներգրավվածություն չենք տեսնում, հա, այս հակամարտության մեջ։ Խնդիրը սա է, որ Հայաստանի համար ճակատագրական օրեր են լինելու, եթե հակամարտությունը եւս մի քանի օր ձգվեց, ապա շատ լուրջ հարցականի տակ է լինելու Հայաստան-Իրան միջպետական սահմանի անվտանգությունը, որը մեր կողմից միակողմանի պաշտպանությունը չասեմ հարցականի տակ է, բայց հարց է առաջանում մենք արդյոք կկարողանանք բավարար ռեսուրսով վերահսկել այդ սահմանը, որպեսզի դիցուկ Իրանի հատապտականի շրջանից 100,000-ավորների արտագաղթի դեպքում կամ պատերազմական փախստական մի կարգավիճակ ձեռք բերելուց հետո Հայաստանի սահմանը հնարավոր կլինի պահել, թե ոչ։ Սա լուրջ խնդիր է, որի մասին կարծում եմ Հայաստանի իշխանությունը եթե փոքր-ինչ հեռատեսություն ունենար, նվազագույն անվտանգության խորհրդի արտահերտ նիստ կհրավիրեր եւ դրությունը տարածաշրջանում գնահատելուն ուղղված շատ լուրջ գործիքակազմ կորդեգրեր եւ կաշխատեր ապահովել Հայաստանի անկախության եւ ինքնիշխանության մասին այն ճառերը, որոնց մասին անդադ խոսում եմ։ Որքան էլ որևէ պետության անվտանգությունը լինի բարձր մակարդակի, որքան էլ դու կարողանաս զենզինամթերք կուտակել, այդուհանդերձ անվտանգային միջավայրը շատ լուրջ ազդեցություն ունի քո պետության անվտանգային գործողությունների կամ վարքաբանության վրա։ Պարզ բացատրեմ, Իրանը խառնված է իր պատերազմով։ Պարզից էլ պարզ է, որ Իրան նման պետությունը պիտի հաշվարկեր, որ հնարավոր է այն սահմանները դառնան խոցելի իր համար եւ իսրայելական կլինի, ամերիկյան կլինի այն գործողություններ, որ պիտի լինեն հյուսիսից, ինքը բնականաբար ունի այդ հաշվարկները։ Որքան կամ միջամտի կամ որքան զորք կուղարկի, չգիտեմ, բանակցությունների միջոցով կկարգավորի, դա հարցի երկրորդ կողմն է, բայց որ Իրանում հաշվարկել են այդ ամբողջը, միարժեք է։ Թերևս իսրայելական գերազանցող տեխնոլոգիաների եւ հետախուզական մարմինների գործունեության արդյունքը հնարավորություն է տվել տարբեր վերլուծաբանների խոսելու Իսրայելի միարժեք հաղթանակի մասին, ինչի ես բնականաբար
վիճարկում եմ, որովհետև այստեղ միարժեք հաղթանակ եւ միարժեք պարտություն չկա, երկու կողմն էլ տարածաշրջանային ուժեր են, երկուսն էլ ունեն իրենց անվտանգային համակարգերի խոցելիության մակարդակը, երկուսն էլ ունեն մեկը նկատմամբ տարբեր պարամետրերով այսպես առավելություններ։ Բայց Իրանը բազմիցս հատկապես վերջին 2 տարվա ընթացքում որ անընդհատ ասում է որ Հարավային Կովկասում սահմանները փոփոխություն չի լինելու, խոսում է հենց այն մասին, ինչի մասին դուք խոսում եք, ակնարկում եք, որ եթե պատերազմական գործողությունները ընդཐུպ լինեն, Իրանը չի թողնելու իր հյուսիսային սահմանները դառնան այն պլատֆորմը, որտեղից դիցուկ օդային հարվածներ կամ չգիտեմ ինչեր կան։ Օդային հարվածներ գուցե լինեն եւ տարբեր տեղեկություններ ասում են, որ Արցախի օկուպացված շրջանից իսրայելական տարբեր հետախուզական օդանավեր կամ հրթիռներ են արձակվել։ Ես կոնկրետ փաստ չունեմ դրա հետ կապված, դրա համար չեմ կարող հաստատել, բայց որ Իսրայել կգնար այդ քայլին եւ 44 օրյա պատերազմից հետո իրենք լավ էլ դիրքավորվել էին այդ տարածաշրջանում եւ փորձում էին հակաիրանական գործողություններ անել, դա փաստ է։ Այ հարցի մյուս կողմն է, արդյոք այդ տարածքները, Արցախի օկուպացված տարածքները կծառայեն որպես պոլիգոն հակաիրանական գործողությունների, Արցախի տարածքները գումարած Սյունիքը այս տրամաբանության մեջ ինչի ականատեսն ենք լինում եւ ինչի մասին բազմիցս եմ խոսել, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի ամբողջ խնդիրը Արցախն ու Սյունիքը, այսինքն Իրանի հյուսիսային սահմանը երկայնքով ամբողջությամբ 860-70 կիլոմետր հակաիրանական պլատֆորմ դարձնելն է ցամաքային գործողությունների։ Ես բացառում եմ ցամաքային գործողությունների Իրանի դեմ, որովհետեւ ռազմական գործողությունները, որովհետեւ դա նշանակելու արդեն 3-րդ համաշխարհային պատերազմ եւ արդյունքը ոչ ոք չի հրաշավորել, որովհետեւ Իրանը հեշտ պետություն չէ։ Օպերատիվ ինֆորմացիային տիրապետում է իշխանությունը։ Չի վերջո պետության ազգային անվտանգության կառույցը ինչով է զբաղվում։ Հետախուզություն եւ հակահետախուզություն ինչով է զբաղվում։ Այօնակ ինձ հետաքրքիր է մեր հակահետախուզությունը ունի ինֆորմացիա Հայաստանում ծվարած որոշ ադրբեջանական հետախուզական բջիջների մասին կամ թուրքական։ Վստահ եմ, ունի այդ տեղեկությունները եւ վստահ եմ, որ անվտանգային կառույցները քնած չեն։ Ինչ գնահատական էլ մենք տանք, լավ են աշխատում, վատ են աշխատում, հարցի մյուս կողմն է, բայց իրենց առաքելությունը նաեւ այդ ինֆորմացիան ապահովել է եւ պետության ղեկավարության սահմանին դնել։ Սա կլասիկ մոդել է։ Կրկնեմ, անկախ մեր ունեցած վերաբերմունքից, պետությունը ինքը պիտի շնչի, պիտի աշխատի։ Հավանաբար ենթադրում եմ, որ Հայաստանի իշխանությունը իր սեղանին ունի նման ինֆորմացիա։ Այդ թերահավատ եմ այն հարցում, որ Հայաստանի իշխանությունը սցենարային պլանավորմամբ է առաջնորդվում, որ դիցուկ պատերազմի ռեէսկալացիայի դեպքում մենք ունենանք այս վիճակը, տարածաշրջանի ռեգիոնալ դերակատարների քաղաքական վարկաբանության մեջ մենք կտեսնենք փոփոխություն կամ կտեսնենք միլիտարիզացում, հա, դա նշանակում է, որ Հայաստան տնտեսության ոլորտում դիցուկ պետք է կատարվեն արագ հապճեպ այս փոփոխությունները, պետք է մցվի արտակարգ դրություն, պետք է լինի սա, այսինքն քայլերի հաջորդականությունը հստակ ճանապարհային քարտեզով, դա սցենարային պլանավորումն է եւ խաղաղության եւ պատերազմական վիճակներում։ Հիմա ես դա չեմ տեսել։ Ես չգիտեմ Հայաստանի իշխանությունը ինչով է զբաղված։ Հայաստանի իշխանությունը օրինակ երբ որ պատերազմը սկսվեց, թողել գնացել էր երկրից։ Չէ՞ հիմար ստատուսներ էին գրում Facebook-յան տիրույթում։ Հիմա էլ անառակաբարո բառամթերքով հարցակվեն նորից հայ եկեղեցուվա ենթադրաբար ոչ թե ենթադրաբար կներեք հիմք ընդունելով Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից այն լրացուցիչ ճնշումները վերջին ազգային ինստիտուտի նկատմամբ, որովհետեւ բանակի իշխանության հսկողության տակ է, բանակը եթե չկրակելու հրամանը ստանա չի կրակելու, ամենայն դեպս մենք տեսանք 2021 թվականից մինչև 20-ին անցած 4 տարվա ընթացքում տեսանք, որ բանակը չի կրակելու, որոշումը կա քաղաքական իշխանության կողմից, հավանաբար այս խնդիրը մատուցվել է Բաքվին եւ Անկարայում, որ կրակել չի լինելու, պատերազմական վիճակ չի լինի, ով մնաց ազգային դատի, ազգային պետական շահերի եւ հարցերի մասին բարձրաձայնող միակ կառույցը եկեղեցին, ում պետք է հարվածել եկեղեցուն։ Ամբողջ փիլիսոփայությունը սա է։ Ներսում Հայաստանում խլացնել ազգային արդարությանը միտված
խոսքը չի վերաբերում Ադրբեջանից կամ Թուրքիայից որևէ տարածքային պահանջների, չգիտեմ ինչ պահանջների։ Խոսքը վերաբերում է հայ ժողովրդի արդար իրավունքներին, խոսքը վերաբերում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքին, ինչպես նաև Արցախ վերադարձի, հավաքական վերադարձի կամ վերադարձի ընդհանրապես խնդրին։ Հիմա այս խնդիրների մասին բարձրաձայնում է 1-2 ազգային ուժ, 1-2 կուսակցություն, ընդդիմությունը եւ եկեղեցին։ Նիկոլ Փաշինյանը համարում է, որ չեզոքացնելով ընդդիմությանը, չեզոքացրել է արդեն իսկ ընդդիմությանը եւ ընդդիմությունը չի վայելում այդ վստահությունը, որով առաջ կքաշի այս ազգային համազգային խնդիրները, մնացել է եկեղեցին։ Պետք է հարվածել եկեղեցուն, որպեսզի ինքն էլ չկարողանա վետո դնել Հայաստանի իշխանության ապազգային կամ հակահայ քաղաքականության վրա եւ ներսում ամբողջությամբ դաշտը կազատվի Հայաստանի իշխանության համար եւ ինքը կկարողանա ցանել այն, ինչ որ հնձելու է 1 տարի հետ։